Խորհրդային միության փլուզումը ծանր նստեց Հայաստանի մայրաքաղաքի էկոլոգիական կերպարի վրա։ Մեր ագահությունը, հատկապես այդ ամենամեծ մեր դժբախտությունն է, զսպվում էր Մոսկվայի կողմից, Կոմկուսի կողմից, այդ զսպաշապիկները դուրս եկան, ու այդ ագահությունը սենց բարձրացավ ու երկիրը խժռում է։ Կարինե Դանիելյանի կարծիքով Երևանի կենտրոնը աղավաղվեց հատկապես կանաչ տարածքների հաշվին։ Ամեն օլիգարխ ուզում է օպերայի գլխին ունենա կամ հրապարակի գլխին ունենա ինչ-որ բան, եւ իր ասածը օրենք է։ Եթե ինքն ունենար պատասխանատվության ենթարկելու գործառույթներ, գիտի թե առաջիննում կկանգնեցնի դատարանի առաջ։ Նախկին գլխավոր ճարտարապետներին հերթով, այս անկախության տարիներին Երևանի գլխավոր ճարտարապետներին եւ 1-2 քաղաքապետերի նախկին։ Չնայած Երևանի գլխին օլիգարխների եւ նախկին ճարտարապետների բերած փորձանքին, աղտոտվածությունն այդքան սարսափելի չէ։ Որ որևէ նյութ նորմայից բարձր չէ։ Պետական ուսումնասիրություններն են մոնիտորինգի կենտրոնի։ Մյուս կողմից այնպես չէ, որ մայրաքաղաքն ապահովագրված է հետագա աղետներից։ Հիմա հրաբուխներն են զարթնում, Աստված հեռու տանի Արարատը զարթնի։ Հաջորդը դա արդեն ջրհեղեղները, սելավները։ Տիկին Դանիելյանն ի դեպ տեղյակ է, թե ինչու երևանցիների եւ Արարատյան դաշտավայրի բնակիչների համար մահացու չէ 40-41 աստիճանի շոկը։ Նախ այդքան բարձր չէ, հետո մենք ֆիզիկապես սովոր ենք դրան, հա։ Եթե Սիբիրում բարձրանում է 30-ից են կողմ, իրենց համար դա արդեն մահացու է։